ընդունվում Սահմանադրությունը չի ընդունվում հանրաքվեով, վարչապետ ասում է նոր հանրաքվե կանենք։ Դա ենթադրում է տարի մեկ հանրաքվե, մինչև այդ արդյունքները լինեն այնպիսին, ինչպիսին պատկերացնում է քաղաքացիական պայմանագիր, այսինքն անցնի հանրաքվե։ Դες վարչապետի նման այդքան վատատես չեմ եւ այդ հարցի շրջանակներում եւ կարծում եմ, որ եւ վարչապետին եւ քաղաքական թիմին կհաջողվի առաջիկա քարոզարշավի ժամանակ նաև մեր հանրությանը հասցնել, բացատրել եւ հանրության հետ միասնական դիրքորոշման գալ հանրաքվեի կարևորության եւ դրա ընդունման վերաբերյալ եւ ես կարծում եմ, որ պետք է գնանք պլան A-ով, եթե ուրեմն չունենանք մեր մտքում եւ կարծում եմ դա խնդիր չի լինելու։ Պարոն Հարությունյան, եթե կրկին էլի, ձեր լավատեսությունը ամեն դեպքում բանանելով, այս պահին, եթե չստացվի այդ այո, դա կարող է պատերազմի ռիսկ առաջացնել։ Մենք նման հարց չենք քննարկել եւ այն process չանցնելու հարց չենք քննարկել, որովհետեւ իմ կարծիքով process-ները եւ այս նախընտրական փուլը եւ հանրության հետ մեր շփումները քաղաքացիների ցույց է տալիս, որ պլան B-ն իրական է մեծ հավանականությամբ եւ այդ տարբերակով էլ կգնանք։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար